Բարև ձեզ։ Եվ այսպես, Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև լարվածությունը հասել է մի աստիճանի, որից հետո ամեն պահի հնարավոր է ռազմական բախում, հնարավոր է, որ այն վերաճի ռազմական բախման, ռազմական լայնածավալ գործողությունների։ Միացյալ Նահանգները ռազմական ուժ է կուտակել տարածաշրջանում, Թրամփը զգուշացնում է, որ Իրանի հետ վատ բաներ կկատարվեն, եթե չգնա գործարքի, Իրանը իր հերթին պատասխանում եւ արձագանքում է ուժի ցուցադրումով, Հորմուզի նեղուցում նոր համակարգեր են փորձարկում եւ հայտարարում են մենք պատերազմ չենք ուզում, բայց մենք կարող ենք վարել պատերազմ։ Այսօր փորձելու ենք հասկանալ ինչ է կատարվում իրականում, ինչ աստիճանի է հասել այս լարվածությունը, մենք պատերազմի շեմին ենք, թե սա ժամանակակից դիվանագիտություն է ուժի առավելագույն ցուցադրումով։ Ինչպիսին է Իսրայելի ազդեցությունը Վաշինգտոնի որոշումների վրա, ինչպիսին է Ադրբեջանի դիրքորոշումը եւ ինչ հնարավորություններ ու սպառնալիքներ են բացվում Հայաստանի Հանրապետության համար։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Իրանագետ Նվեր Դավթյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ինչպես եք գնահատում ստեղծված իրավիճակը, համաձայն եք այն տեսակետների հետ, որ իսկապես լարվածությունը պատմականորեն ամենաբարձր կետի վրա է հասել։ Այո, Իրանի շուրջ տարածաշրջանային զարգացումների թերևս ամենաբարձր շրջափուլում են գտնվում։ Եվ ռազմական առումով, եւ երկրի սոցիալ-տնտեսական առումով, երկրի ներսում եւ առհասարակ ժամանակակից այս իրադրության պայմաններում նաև աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների ժամանակահատվածում։ Ոստի այս առումով բավական բարդ է իրավիճակը եւ միաժամանակ նաև հստակ կանխատեսումներ կատարել։ Բայց այնուամենայնիվ գնահատելով կողմերի դիրքորոշումները, նրանց հնարավորությունները, թե տարածաշրջանային, թե արտատարածաշրջանային, նրանց քաղաքական նպատակները, տնտեսական շահերը, ռազմունակությունը, բոլորը պետք է հաշվի առնել, որպեսզի կարողանանք որոշակիորեն կանխատեսումներ ունենալ։ Չնայած մենք գործ ունենք կողմերի հետ, առնվազն 2025 թվականի օրինակի դեպքում, եթե փորձենք համեմատել, երբ դարձյալ բանակցությունները ընթանում էին որոշակի խոստումնալից տպավորություն թողնելով, բայց այնուամենայնիվ մենք ականատես եղանք Իսրայելի անսպասելի, անկանխատեսելի հարձակման, որի գուցե գլխավոր նպատակներից մեկն էր նաև բանակցային գործընթացը տապալելը եւ գուցե իրականացնել այն ձևաչափով, մեթոդներով, այն, ինչը որ կարող էր առավելագույն, ավելի մաքսիմալ արդյունքներ ապահովել, բայց տեսանք, որ դա տեղի չունեցավ։ Այսինքն ռազմական միջոցով Իրանի պես երկրին ծնկի բերելու այդ տարբերակը հաստատի չաշխատեց եւ ընդամենը ամիսներ հետո, 6 ամիս, 8 ամիս հետո Իրանը կարողացավ վերականգնել իր ռազմապաշտպանական, այսինքն հնարավորությունները, թե հրթիռային ծրագրերի մասով կլինի, թե այլ ուղղություններով առհասարակ ցանկացած բարձր ռազմաարդյունաբերական, վերարտադրողական հնարավորություններ ունեցող երկրների պարագայում նրանց հետ այս գործոնը պետք է հաշվի առնել ռազմական բախումների մեջ մտնելու դեպքում։ Եվ Իրանը մտնում է այդ տիպի երկրների մեջ։ Բացի դրանից նաև ներկա աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում Չինաստանի գործոնը նույնպես կան մի շարք նաև այլ տարածաշրջանային գործոններ, տարածաշրջանի երկրների հետ վերջին ժամանակներս Իրանի Իսլամական Հանրապետությունը բավական կառուցողական եւ փոխվստահության մթնոլորտ ձևավորող քաղաքականություն է իրականացրել եւ այսօր դրա ականատեսն ենք։ Պատահական չի, որ տարածաշրջանի երկրներից բացի Իսրայելից որևէ երկիր կողմ չէ Իրանի դեմ ռազմական գործողությանը եւ բոլորն էլ իրենց միջնորդական առաքելություն, պատրաստակամությունն են հայտնել, որպեսզի ռազմական բախում չլինի եւ տարածաշրջանը մեծ պատերազմի մեջ չմտնի։ Այդ մեծ պատերազմը ինչ որ առումով ձեռնտու չէ նաեւ Միացյալ Նահանգների, քանի որ հաշվի առնվում են
մեզանից գուցե ավելի լավ տեղեկություններ ունեն Իրանի այդ ռազմաարդյունաբերական վերարտադրողական հնարավորությունների։ Իրենք այստեղ տարածաշրջանում եկել են, ուզում է 3 նավ լինի, ռազմանավ լինի, 10 ռազմանավ լինի, բայց այնուամենայնիվ գիտակցում են, որ սա Իրաքը չէ, կամ Սիրիան չէ, կամ Աֆղանստանը չէ։ Այդ դեպքում ինչու են ռազմական ուժ կուտակում, այս պարագայում կարող ենք ձեր տրամաբանությունից ելնելով բխեցնել, որ այդ ուժը կուտակվում է ոչ թե ռազմական գործողությունների, այլ դիվանագիտության համար, դիվանագիտություն ուժի ճնշման միջոցով։ Որն է ավելի հավանական։ Դա նույնպես կա։ Իհարկե, թիկունքում ունենալով բավական ռազմական ճնշում գործադրելու ազդու միջոցներ եւ դիվանագիտական սեղանի շուրջ ավելի հստակ եւ պահանջկոտ դիրքորոշումներով հանդես գալ, դա կա, այդ գործոնը կա, բայց ինչպես տեսնում ենք, իրանական կողմն էլ իր հերթին։ Մինչև իրանական կողմին հասնել է, եթե մենք սա համարում ենք, որ ուժի ցուցադրումով դիվանագիտության համար է, ուժի ցուցադրումով դիվանագիտական սեղանի շուրջ հաջողության հասնելու, այդ դեպքում Թրամփի զգուշացումն ինչի մասին է, որ վատ բաներ կպատահեն, եթե գործարքի չգնաք, սա զգուշացում է, թե վերջնագիր։ Երկուսն էլ մենք կարող ենք գնահատել, երկուսն էլ մանավանդ 2025-ի օրինակը հաշվի առնելով երկու հանգամանքներն էլ պետք է, հնարավորություններն էլ պետք է հաշվի առնենք, բայց մյուս կողմից այդ ուժերի կուտակումը նաև մեկ այլ առումով պետք է դիտարկել, վերջերս Մարկո Ռուբիոյի կողմից հնչեցված հայտարարությունը առայն, որ Միացյալ Նահանգների ուժերը այնտեղ կմնան այնքան ժամանակ, մինչև որ Իրանի կողմից նրանց նկատմամբ սպառնալիքները թուլանան, բայց ինչպես գիտենք, Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը նաև մինչ այժմ Իրանի համար չի եղել, Իրանի գործոնով պայմանավորված չի եղել, այդ ռազմաբազաների ներկայությունը, առկայությունը, դրանց նպատակը եղել է նաև Իսրայելի անվտանգությունը պաշտպանելը, ինչպես տեսանք նաև շուրջ գուցե 20 օր կամ 1 ամիս առաջ էր Սաուդյան Արաբիայի, Արաբական Քաթարի հետ այնտեղ զորավարժություններ իրականացվեցին եւ այդ զորավարժությունների ընթացքում հնչեցված արդարացնող միտքն էր, որ բոլոր երկրները, Միացյալ Նահանգների դաշնակից բոլոր երկրները պետք է վստահ լինեն, որ նրանց որևէ սպառնալի կամ վտանգ չի կարող սպառնալ։ Գուցե նաև այս վստահությունը Միացյալ Նահանգների կարողությունների նկատմամբ վերականգնելու կամ ապահովելու նպատակ ունի այսպիսի ուժի կուտակումը, որպեսզի տեսեք տարածաշրջանի նույն այն երկրները, որտեղ Միացյալ Նահանգները ունի իր ռազմաբազաները, այդ երկրները դեմ են արտահայտվել, որպեսզի իրենց տարածքից Իրանի դեմ որևէ գործողություն տեղի ունենա։ Բնականաբար այստեղ կա նաև Իրանի կողմից հնարավոր պատասխան վտանգի այս գործոնը։ Հենց այն երկրներին թիրախավորել, որտեղ Միացյալ Նահանգները ռազմաբազա Հիմա այստեղ նաև Միացյալ Նահանգների կողմից որոշակի գործողություններ կարծում եմ կարող էին իրականացվել, որպեսզի այդ վտանգը, այդ վախի զգացողությունը նաև արաբական որոշ երկրների մոտ չեմ ուզում գնահատական տալ, արդար է դա տեղին է կամ տեղին չէ, բայց ռազմական իրադրության պայմաններում ամեն ինչ հնարավոր է, բայց հնարավոր է այս ուժերի կուտակումը նաև միտված է այդ վստահությունը ներշնչելու։ Հիմա մնացածը արդեն բանակցային գործընթացի հետ է կապված։ Բանակցային գործընթացում, եթե նայում ենք Միացյալ Նահանգների ամենաառանցքային եւ գլխավոր նպատակը, պահանջը որն է, դա տարածաշրջանում նոր միջուկային երկիր չլինի, այսինքն Իրանը միջուկային զենք չունենա։ Իսկ ինչպես տեսնում ենք Իրանի պարագայում բազմիցս քաղաքական, միջազգային տարբեր ատյաններում, մակարդակներում հայտարարվել է, որ իրենք դրա կարիքը չունեն, չեն ցանկանում, կրոնաքաղաքական գաղափարախոսությանը հակասում է, բայց մյուս կողմից էլ փոխվստահության բացակայության պայմաններում անհրաժեշտ է, որպեսզի վստահություն ներշնչող ինչ-որ գործընթացներ լինեն։ Դրանք կլինեն իրավաքաղաքական կամ այլ տեխնիկական միջոցներով։ Այստեղ արդեն խոսքը կարող է վերաբերել
400 կիլոգրամ, 300 կիլոգրամ բարձր հարստացված ուրանի Իրանի տարածքում մնալ, չմնալու կամ դա նոսրացվելու, որը այլևս չի կարող միջուկային զենքի ստեղծման համար օգտագործվել եւ այդպիսի վտանգ ներկայացնել, մեկը սա է, մյուսը երկրից դուրս բերմանը, որը նույնպես ինչ որ առումով հավանական սցենար կարելի է դիտարկել, մանավանդ այն դեպքում, որ Իրանի հիմնական միջուկային վառելիք մատակարարող երկիրը Ռուսաստան, Բուշեհրի ատոմակայանի մասով։ Ռուսաստանը հայտարարել էր, որ պատրաստ է, չէ՞։ Այո, Բուշեհրի ատոմակայանի հատվածում 2 եւս երկրորդ եւ երրորդ էներգաբլոկներ են այնտեղ կառուցվում։ Եվս 3 ատոմակայաններ Իրանի հարավային շրջաններում պետք է կառուցվեն, այսինքն սպառման արյալ կա այդ միջուկային վառելիքի տեսանկյունից։ Ինչ վերաբերում է տոկոսներին, հարստացման տոկոսներին, այստեղ կարևոր է, որ Իրանը կտրականապես մերժել է 0 հարստացմանը, բայց այն չափը, որը գուցե 2-ից 4% գիտահետազոտական աշխատանքների, տեխնոլոգիական կամ նպատակների համար, գուցե այդ մասով, որը այլևս չի կարող սպառնալիք լինել, վտանգ լինել, կարող է ընդունելի լինել Միացյալ Նահանգների համար, այսինքն այս առումով կարող է որոշակի իրավական, քաղաքական երաշխիքներ ապահովել։ Հիմա այստեղ հարցը մնում է Իսրայելի գործոնին։ Ինչև Իսրայելի գործոնը կալը Իրանի դիրքորոշումը հստակ որն է, Միացյալ Նահանգները կարծեք թե ավելի հստակ է, հա, ուժերը կուտակել է, Թրամփն ասում է վատ բաներ կլինեն, եթե համաձայնության չեկաք, Իրանը մեկ ուժ է ցուցադրում Հորմուզի նեղուցում, նոր համակարգեր եւ այլն եւ այլն։ Մյուսը ասում է մենք պատերազմ չենք ուզում, բայց կարող ենք վարել պատերազմ։ Մարդկորս նախարարն էլ հայտարարում է, որ դիվանագիտական լուծում գտնելու մեծ հնարավորություն կա։ Սրանց հարագումարը ո՞րն է։ Այ մեծ հնարավորությունը այն է, դրանցից մեկն այն է, որ քիչ առաջ խոսեցինք։ Եթե միջուկային զենքը դիտարկվում է, միջուկային զենքի ստեղծումը դիտարկվում է որպես գլխավոր սպառնալիք, ապա այդ սպառնալիքը վերացնելու համար կան բանակցային կամ դիվանագիտական լուծումներ։ Հիմա որ կողմը այստեղ դրա նկատմամբ վստահություն կունենա, չի ունենա, սա այլ հարց է։ Գուցե միջնորդ երկրների գործոնով կամ այլ տարբերակներով իրավաքաղաքական կամ պայմանագրային այլ լուծումներով դա ապահովի, բայց ինչ վերաբերում է նաև իրանական կողմի դիրքորոշմանը այս մասով, այո, իրենք նշել են եւ պատերազմին են պատրաստ եւ դիվանագիտական լուծմանը։ Նույն ձևակերպումները կարծես թե մենք Միացյալ Նահանգների կողմից էլ ենք լսել, այսինքն օրինակ նայենք այս առումով փոխնախագահի Միացյալ Նահանգների փոխնախագահի մակարդակով հնչեցված հայտարարություններ ու ձևակերպումները, որ Թրամփի համար նախընտրելի է բանակցային լուծումը։ Այստեղ եւ Ռուբիո տարաձայնություններ կան, չէ՞, պատերազմ թե նաև այս առումով, բայց փաստ է, որ մինչ այժմ եթե Միացյալ Նահանգների նախագահը հարձակման որոշում, վերջնական որոշում չի կայացրել, փաստ է, որ այս գործոնը կա եւ աշխատում է։ Հիմա ինչ վերաբերում է Իրանի մյուս հնարավոր սպառնալիքներին, որ վերջին տասնամյակների ընթացքում բազմիցս ներկայացվել են, դրանք մատուցվել են միջազգային հանրությանը եւ այլն, դրանցից մեկը եղել է տարածաշրջանում Իրանին ներկայացնել որպես տարածաշրջանային սպառնալիք։ Արաբական երկրների համար լարված հարաբերություններ են եղել առանձին ժամանակահատվածներում Իրաքի հետ, Սաուդյան Արաբիայի հետ, բայց այսօր փաստացի այնպես միակ եւ գլխավոր այդ միջուկային զենք ունենալն է թե միայն դա չի եղել առանձին ուղղություն այո միջուկային գործոնն է ներկայացվել որ ցանկանում է միջուկային զենք ունենալ եւ այլն բայց իրավաքաղաքական հիմնավոր ապացույցներ չկան դրա համար որ ցանկանում է ունենալ մյուսը տարածաշրջանի երկրների հետ նրա հարաբերություններն են եղել Մինչև 2003 թվականը Իրաքի հետ հարաբերություններն են եղել, Սաուդյան Արաբիայի հետ են այդպիսի հարաբերություններ եղել, Եգիպտոսի հետ են եղել, հարթվել են դրանք, այո։ Ընդ որում դրանց մի մասն էլ հարթվել է Միացյալ Նահանգների տարածաշրջանային ռազմական գործողությունների անուղղակի առանձնացության հետևանքով։
Նույն Աֆղանստանի պարագայում, նույն Իրաքի պարագայում, մինչև կոալիցիոն գործողությունները 2003 թվականի Իրաքում, Իրանի եւ Իրաքի հարաբերությունները Սադամի վարչակարգի հետ շատ վատ հարաբերություններ են եղել, բայց արդյունքում Միացյալ Նահանգների գործողությունները անուղղակի կերպով նպաստեցին Իրանի տարածաշրջանային դիրքերի ամրապնդմանը։ Այստեղ Իրանի նաև կարևոր քաղաքական ուղղություններ հարևան երկրների, տարածաշրջանի հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ Ինքը ունի եւ դարձյալ տնտեսական կարևոր նշանակություն, որպեսզի նաև նավթային եկամուտներից երկրի տնտեսության կախվածությունը թուլացվի եւ մի մասը դրա ուղղվի արդյունաբերական պոտենցիալի վրա։ Եթե հաշվում ենք առաջին 7-8 ամիսների ընթացքում իրենց տարեթվով մոտավորապես 34-36 միլիարդ դոլարի արտահանում է ունեցել այդ երկիրը եւ դա փոքր ցուցանիշ չէ, այն էլ այս պատժամիջոցների պայմաններում։ Ես ձեր ամբողջ այս վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ երկու կողմերն էլ միաժամանակ եւ պատերազմի նախապատրաստության եւ դիվանագիտական լուծումների ռեժիմները պահում են։ Այո, բաց։ Այո։ Այսինքն երկուսն էլ ցույց են տալիս, որ պատերազմ սկսվի, մենք էլ սա կարող ենք անել, եթե ցանկանում ենք խաղաղ ճանապարհով լուծել արկա խնդիրները, պատրաստ ենք նաև դրան։ Հիմա Միացյալ Նահանգների կողմից վերջին Ժնևյան հանդիպման ժամանակ այն բանավոր հնչեցված խոստումները կամ վստահություններ շնչող ձևակերպումները, որոնք եղել են իրանական կողմից, Միացյալ Նահանգների պատվիրակությունը ընդամենը պահանջել է դրանք գրավոր տեքստի բերել, տեսքի բերել եւ ներկայացնել։ Հիմա իրանական կողմն էլ խոստացավ առաջիկա այդ շաբաթվա ընթացքում կամ գուցե հիմա արդեն նախատեսվում է, կանխատեսվում է առաջիկա 5 շաբթի կամ ուրբաթ-օրը արդեն 5 շաբթի կարծեք հանդիպումը կայանա։ Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, հնչեցվեց դրա հետ կապված, մի պահ հանդատենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ իրանագետ Նվեր Տավթյանի հետ, մենք եկանք հասանք Հորմուզի նեղուցում տեղի ունեցող զարգացումներին։ Տեսեք, Հորմուզի նեղուցը այն կարևոր ռազմավարական անցուղիներից է տարածաշրջանի համար եւ իր համաշխարհային նշանակությամբ, որտեղով անցնում է հսկայական միլիարդավոր ապրանքներ, որտեղ ներկայացված են տարբեր աշխարհի երկրների տնտեսական շահեր, նույնիսկ եթե Իրանը այստեղ փակելու որևէ մտադրություն չունենա, չնայած դրա մասին նույնպես հայտարարվել է, բայց եթե նույնիսկ փակելու մտադրություն չունենա, չցանկանա փակել եւ այդ տարածաշրջանում ռազմական ընդհանրապես գործողություններ տեղի ունենան, բիզնեսը կամ տնտեսվարողները, բեռնափոխադրողները միջազգային, սա այն ոլորտն է, ամենազգայուն ոլորտն է։ Որևէ նավ այլևս այդ տարածաշրջանով չի անցնի։ Եվ սա արդեն իսկ ինքնին առանց Իրանի այլ միջամտության, հենց միայն ռազմական գործողությունները արդեն բավարար են, որպեսզի այստեղով որևէ առևտրային նավ բեռնափոխադրող չանցնի։ Արդեն սա այն գլխավոր վտանգավոր տնտեսական համաշխարհային առևտրի եւ տնտեսության վրա ազդեցություն ունեցող արդեն հետևանք կարող է լինել։ Իսկ ինչ վերաբերում է իրանական կողմին, չեմ կարծում իրենք դա անեն կամ հասնի ինչ որ իրավիճակի, գուցե ռազմական գործողությունների պարագայում լինի, որովհետեւ կան այնտեղ Չինաստանի շահեր, այլ հարևան տարածաշրջանի երկրների շահեր, իրենց նավերն են նաև, բայց ցանկալի չի, ինչպես ասացինք, նաև հենց ռազմական գործողությունների տեղի ունենալ այդ տարածաշրջանում։ Սա արդեն իսկ բավարար է։ Շատ լավ, մենք խոսում ենք Միացյալ Նահանգներ Իրան այս լարվածության մասին, բայց այդ լարվածությունը երկկողմ չէ, այստեղ Իսրայելը կարևոր դերակատար է։ Մեծ հաշվով ինչպիսին է Իսրայելի կառավարության ազդեցությունը Վաշինգտոնի որոշումների վրա եւ Միացյալ Նահանգներում հրեական լոբբիի ազդեցությունը։ Տեսեք, այն որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև տեղի ունեցող բանակցությունների ընթացքում կարողացավ Իսրայելը պատերազմ սկսել եւ Միացյալ Նահանգներին թեկուզ եւ պաշտպանողական առայժմ այդ փուլում 12-օրյա պատերազմի մասին է խոսքը, պաշտպանողական դերակատարությամբ ներգրավել,
դա արդեն քիչ բան չէր։ Մյուսը, եթե հիմա փորձենք նայել այս ուժերի կուտակումը, մինչ այժմ տարածաշրջանում Միացյալ Նահանգների կողմից իրականացված մի շարք գործողություններ, մի քանի օր առաջ Իսրայելում նաև Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունները, դա բացահայտ խոստովանություն էր, որ Իսրայել մեծ պետությունը ինչ պլաններ ունի, այսինքն նեղոսից մինչև Եփրատ, սա ինչ է նշանակում։ Այսինքն արաբական երկրների կեսի հաշվին ձևավորվում է մի պետություն, եւ դա խոսում է Միացյալ Նահանգների ներկայացուցիչը, պաշտոնական ներկայացուցիչը այդ երկրում։ Այսինքն Իսրայելի տարածաշրջանային քաղաքականությունը ունենալով Միացյալ Նահանգների անվտանգային երաշխավորությամբ աջակցությունը, տարածաշրջանում անում են այն, ինչ որ պետք է իրենց։ Դա կլինի փոքր երկրների հաշվին, մեծ երկրների հաշվին, տարբեր երկրների վարչակարգեր, հեղաշրջումներ, հեղափոխություններ, իրականացման խոսում են կորոնապետության փլուզման անհրաժեշտության մասին, դա այդ պլանների մասին Իսրայելի կողմից պաշտոնական թեզ է, հա։ Առհասարակ նախ իրենց պետք չի տարածաշրջանում որևէ մեծ երկիր, որը կարող է որոշակի անվտանգային ռիսկեր ստեղծի Իսրայելի համար։ Հիմա այս տրամաբանությունից բխող ցանկացած արդեն այլ ռազմաքաղաքական, իրավաքաղաքական, տնտեսական պատժամիջոցների տեսքով, տարբեր հեղափոխությունների իրականացման տեսքով, որպեսզի որևէ սպառնալիք, հավանական սպառնալիք Իսրայելի անվտանգության համար չլինի, ազատ կարողանան իրականացնել այն մեծ նախագծերը, որոնք բխում են միայն իրենց շահերից այս տեսանկյունից։ Այստեղ խոսքը արդեն ոչ միայն Իրանին կարող է վերաբերել, Սաուդյան Արաբիային կարող է վերաբերել, Թուրքիային կարող է վերաբերել, որևէ սպառնալիք Իսրայելի համար տարածաշրջանում, որպես այդպիսին իրենց ընկալմամբ սպառնալիք չպետք է լինի։ Հիմա Իրանում 2025 թվականը մեկ այլ փորձ էր, ուղիղ ռազմական առճակատման գնալով, դա չստացվեց։ Հունվարի դեպքերը, դեկտեմբեր-հունվարի դեպքերը, սրանք նույնպես չստացվեցին։ Այսինքն Իրանը կարողացավ որոշակիորեն իր այսպես կոչված պաշտպանողականությունը, ինքնապաշտպանական, պետական պետությունը իր ինքնապաշտպանական հմտությունները դրսևորեց։ Հիմա անկախ նրանից ինչ գնահատական կտան, օպոզիցիոն այլ լրատվամիջոցներ գուցե առանց անուններ հրապարակելու զոհվածների թիվ կարող են ներկայացնել 30,000, պետական իշխանությունը անուններով փաստարկված, հիմնավորված 3117 անուն կհրապարակի, սա չի էական, բայց փորձն էր, իրենք էլ են խոստովանել դրա մասին, Միացյալ Նահանգներից էլ է եղել դրա վերաբերյալ խոստովանություն, որ փորձ արվել է, այո, բայց չի ստացվել։ Հիմա լավագույն տարբերակը այս պարագայում ո՞րն է։ Այսինքն ճանաչել, ընդունել այսօրվա իշխանությունների գոյությունը, բայց ունենալ այնպիսի իրավիճակ, որ կարողանան այդ իշխանությունների հետ աշխատել, համագործակցել։ Այստեղ կարող է եւ որոշ անվտանգային ռիսկեր վերացվեն, որովհետեւ գործակների պարագայում դրանք արդեն մեղմվելու են։ Պատահական չի, որ իրանական կողմից նման առաջարկներ, ուղերձներ հնչեցվել են։ Գազի, նավթի, տարբեր ոլորտներում Միացյալ Նահանգների հետ։ Այո, բայց միևնույն ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդը կարգադրել է մշակել ռազմական գործողությունների ժամանակ իր զոհվելու կամ իր հետ կապի խզման դեպքում երկրի արտակարգ կառավարման պլան մշակել։ New York Times-ը այդ մասին։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Այդ պլանը, այդ հերանեկարը չի բացառվում, հա, որ հնարավոր է իշխանության փոփոխություն։ Բազմաթիվ սցենարներ են ռազմական դիտարկվում։ Գուցե երկարաժամկետ, կարճաժամկետ, հա, ավելի շատ կարճաժամկետ, որովհետև երկարաժամկետի պարագայում եւ Միացյալ Նահանգներում եւ տարածաշրջանի երկրները բոլորն էլ գիտակցում են, որ դա այն համեմատության մեջ եմ ասում, ասենք 1 շաբաթ թե 2-3 շաբաթ։ Հիմա այստեղ կարող է ինքը մեկնարկի որպես կարճաժամկետ կայծակնային գործողություն, բայց Իրանի ռեակցիան, պաշտպանողականությունը դա վերածի արդեն երկարաժամկետի։ Ուստի օրինակ 2025 թվականի պարագայում ինչ տեղի ունեցավ, գլխավոր շտաբի պետ, օդատիեզերական ուժերի, այսինքն գեներալիտետի ամենակարևոր օղակը, շերտը, վերին շերտը վերացվեց, սպանվեցին, բայց 6-ից 8 ժամ հետո նրանք վերականգնվեցին։
եւ առնվազն այդ նույն գիշերը արդեն Իրանը հակահարվածը տվեց։ Հիմա եթե Միացյալ Նահանգների նախագահի կողմից կա այսպիսի դիտարկվում է կամ դրա մասին խոսվում է, որպես այսպիսի մի գործողություն պետք է լինի կայծակնային, արդյունավետ։ Դա որը կարող է լինել։ Առնվազն երկրի գերագույն առաջնորդի չեզոքացում։ Դա կայծակնային, հա, կլինի։ Ինչ որ գուցե պատկերացնեն վենեսուելական տարբերակով, օդային թիրախային հարվածներ հասցնելով, բայց փոքր չի այս երկիրը։ Գուցե դրանով է պայմանավորված, որ գերագույն առաջնորդի կողմից մշակվել է նման պլան, այսինքն բոլոր բարձրաստիճան հրամանատարության, նաև քաղաքական առաջնորդների սպանության պարագայում, որպեսզի քաոսային իրավիճակ չլինի, որտեղ ինքն է նշանակողը, չէ, բարձրաստիճան զինվորականների հրամանագրերը ստորագրող, որպեսզի նման խնդրի չբախվի երկիրը, իր կառավարման արդյունավետությունը չկորցնի, ճգնաժամային իրավիճակները մնան կառավարելիության տիրույթում պետության կողմից, ուստի այդպիսի որոշում կայացվել է։ Հիմա Ադրբեջանը ինչ որ գործոն է այստեղ, այդ տարբերակները իրականությանը մոտ են, թե չէ, որ կարող է Իսրայելը օգտագործել տարածքը Իրանի նկատմամբ։ Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները գնահատելով եւ Ադրբեջանի աշխարհագրական դիրքը գնահատելով որոշ դեպքերում նաև այն քաղաքական նկրտումները, տարածքային նկրտումները, որոնք եղել են, հնչեցվել են նաև Իրանի նկատմամբ եւ այլն, ուղեկցվել են տարբեր ժամանակահատվածներում, տարբեր գործողություններով, այն ռազմական մատակարարումները, որ Իսրայելը նաև Ադրբեջանին արել է, սրանք խոսում են մի բանի մասին, որ Ադրբեջանը բավական մեծ տեղ է զբաղեցնում տարածաշրջանում Իսրայելի քաղաքականության մեջ, անվտանգային քաղաքականության մեջ, իսկ Իսրայելի համար 1, այսպես կոչված թիրախը այսօր դիտարկվում է Իրանը։ Ինչ կարող է տեղի ունենալ։ Իհարկե, Իրանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ վերջին մի քանի ամիսների ընթացքում վերջում էլ, եթե չեմ սխալվում, Իրանի պաշտպանության նախարարը այցելեց Իրան եւ նույնիսկ առանց ինչ-որ պայմանագրերի, բայց քաղաքական կոնսուլտացիաներ բարձրաստիճան մակարդակով տեղի ունեցան, Ադրբեջանի կողմից էլ հնչեցվեցին, որ իրենց երկիրը որպես հարթակ չի ծառայի, չգիտեմ, Իրանի դեմ, բայց Իսրայելի մինչ այժմ վարքը գնահատելով մենք չենք կարող որևէ բացառել, որ նույնիսկ առանց Ադրբեջանի կամքն ու ցանկությունը հաշվի առնելով, կամ կարող է այդ ցանկությունը լինի, բայց քողարկվի, ներկայացվի, որ երկրի ղեկավարությունը չէր ցանկանում, բայց Իսրայելը դա արեց, դա էլ է հնարավոր։ Այնուամենայնիվ, այն որ Ադրբեջանը նման նշանակություն ունի Իսրայելի համար, դա փաստ է։ Եթե նման բան լինի, Ադրբեջանը կթիրախավորվի հաստատապես Իրանի կողմից։ Միանշանակ նրանք անկախ ամեն ինչից նախազգուշացրել են տարածաշրջանի բոլոր երկրներին, նույնիսկ մինչև այս դեպքերի զարգացումը։ 12-օրյա պատերազմի ժամանակ մի հետաքրքիր ձևակերպում կար, երբ պատերազմը սկսվեց, Իրանին աջակցող, չաջակցող ուժերի եւ այլն վերաբերյալ Իրանը մի այսպիսի հայտարարություն արեց, որ մեզ թիկունքից մի խփեք, մենք ինքներս մեր հարցերը կլուծենք։ Մեկ հարցելու ավարտենք Հայաստանի ռիսկերը եւ անելիքները այս միջոցին։ Մեզ համար նախ չափազանց կարևոր է եւ տարածաշրջանային կայունությունը եւ դրանում չափազանց կարևոր նշանակություն ունեցող նաեւ Իրանի կայունությունը։ Ուզում է դա վերաբերի պատերազմի, բաց պատերազմական գործողությունների, ուզում է դա վերաբերի Իրանի ներքին կայունությանը, կապ չունի։ Իրանը մեզ համար տարածաշրջանային կայունացման, այսինքն հավասարակշռող թևերից մեկն է։ Եվ այս առումով պետք է հաշվի առնենք, որ իդեմս Իրանի մենք տեսնում ենք կանխատեսելի մի երկիր։ Անկախ նրանից մեկի սրտով կլինի կհավանեն թեոկրատական իշխանություն է, թե ոչ եւ այլն, թեկուզ եւ թեոկրատական իշխանությունը Իրանի պարագայում դա սովորական երևույթ,
իրենց պետականությունների մեծագույն մասը եղել են կամ թեոկրատական բնույթի կամ կրոնական գաղափարախոսության վրա հենված։ Սա նորույթ չի, որ հիմա փորձում են ներկայացնել աստվածապետական ինչ-որ երկիր է։ Բայց դա իրենց գործն է։ Մեզ պետք է ընդհանրեն այդ երկիրը կայուն լինի, որովհետեւ եթե մենք գնահատում ենք Իրանի տարածքի աշխարհագրական դիրքի, բացի իր անվտանգային հավասարակշռող դերակատարությունը, նաև իր տնտեսական նշանակությունը, արդյունաբերական նշանակությունը մեր հարևանությամբ այդպիսի երկիր ունենալը դա բացառիկ հնարավորություն է։ Իր լոգիստիկ դերակատարությունը, հիմա ինչ պատկերացրեք Իրանի պարագայում մենք Իրանի տարածքով 3-4 տարբեր երկրների միջով անցնենք, ինչ է լինելու։ Իր նաև այլ հետևանքներով քաղաքական։ Օրինակ հունվար ամսին, երբ քննարկվում էր նաև այդ ժամանակավոր կառավարության հարցեր Ռեզա Փահլավիի գլխավորությամբ եւ այլն, Լինսի Գրեմի հետ հանդիպման ժամանակ ես էլի այդ թեմային անդրադարձել եմ, գլխարկներ կային դրված եւ գրված էր վրան դարձնել կրկին Իրանը մեծ։ Սա ինչ է նշանակում։ Եթե ոչ այնպիսի մի խոստում, որ Իրանը դարձնել կայսերական երկիր, տարածաշրջանի երկրների հաշվին, հիմա այս իսլամական հանրապետությունը նույնիսկ նաև իր պրոքսի ուժերը որևէ վտանգ Հայաստանի համար, հայ ժողովրդի համար ներկայացրել են ոչ։ Նույնիսկ այն երկրներ, ցավոք սրտի նաև մեր հասարակության մեջ, որ Հեզբոլլահին դիտարկում կամ ընկալում են որպես ահաբեկչական կազմակերպություն, նախ նշեմ, որ ահաբեկչական կազմակերպություն կամ ահաբեկչական հասկացությունը այսօրվա պայմաններում, իրավական ընկալումներում, քաղաքականի ստորադասված մի իրավիճակում է։ Այսինքն իրական ահաբեկչական կազմակերպությունը կարող է դառնալ լուրջ քաղաքական կառույց եւ մեր նկատմամբ որևէ ահաբեկչություն չիրականացած կառույցը դիտարկվի որպես ահաբեկչական կառույց։ Մի քիչ հասկանալ շեղվել են դրանց տեղերը, խախտված է, որը քաղաքական գործոններով է պայմանավորված։ Հիմա այս պարագայում Իրանի հետ գործ ունենք, Իրանի պարագայում գործ ունենք կանխատեսելի, մեզ համար վտանգ չներկայացնող, համագործակցող եւ բավական լուրջ պոտենցիալով օժտված երկրի հետ։ Եվ մեզ պետք է կայուն Իրան։ Իհարկե։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Միացյալ Նահանգներ Իրան լարվածությունը չի վերածել պատերազմի, բայց ռիսկերը բավական մեծ են։ Մեզ համար այս փուլում կարևորը Հայաստանի Հանրապետության կայունությունն է։ Մենք բարեկամական հարաբերություններ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ունենք ստորագրած Միացյալ Նահանգների հետ, բայց այս ամենի արանքում, ինչպես նշվեց, բազմիցս մեզ համար կարևոր է մեր կայունությունը, մեր ազգային պետական շահի հաշվառումով։ Մեծ խաղացողները կարող են մեկ գիշերում փոխել խաղի կանոնները, մեզ համար կարևոր է Հայաստանի Հանրապետությունը։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եի իրանագետ Նվեր Տավսյանի հետ, լավ մնացեք, կհանդիպենք։